Հանրային հեռարձակողի խորհուրդը եւ հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովն այն երկու կառույցներն են, որոնց բյուջեն փոքր է, իսկ կատարողականը 100%-ին մոտ։ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի բյուջեն եղել է 400 միլիոն դրամ։ Թերածախս ենք ունեցել կապի էներգիայի միջոցների տակ ձմեռալինում տնտեսում ենք, քիչ ենք հեռախոսներով խոսում եւ այլն։ Եվրոպական կառույցների հաշվետվություններում հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի գործունեության վերաբերյալ կասկածի տեղիք տվող միակ կետը հենց ֆինանսական անկախությունն է։ Մյուս առումներով կառույցը համարվում է ազատ։ Ինչ վերաբերում է Հայաստանի մեդիա ոլորտի ազատությանը, ապա Հակոբյանի դժգոհությունը շարունակում է մնալ նույնը։ Հանձնաժողովը կարգավորում է տեսալսողական հարթակների փոքր հատվածը։ Նկատի ունեմ համացանցային տեսլասողական ծառայությունները, նրանք արդեն ավելի մեծ լսարան ունեն, քան ավանդական մեդիաները, իսկ այդ հարթակները, ինչպես գիտեք, մեր մոտ ցավոտ դեռ չեն կարգավորում եւ հենց այնտեղ են գեներացվում շատ ժամանակ, ինչպես դուք բոլորդ գիտեք, եւ ատելության խոսքը, եւ թշնամանքը, եւ ապատեղեկատվությունը։ Հանրային հեռարձակողի խորհուրդը եւս բարձր կատարողական է ապահովել 99.3%, իրականացրել է մեկ ծրագիր, ծախսել 8 միլիարդ 340 միլիոն դրամ։ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ համագործակցության շրջանակներում Հայաստանի հանրային հեռուստաընկերության ենթակառուցվածքների ապահովում միջոցառման իրականացումը կազմել է 528 միլիոն 300.000 դրամ, կատարողականը 91.1%։ Դարփինյանը ներկայացրեց նաև արդյունքային ցուցանիշները, ըստ այդմ։ Ապրիլ ամսից հեռարձակվել է առաջին ալիք Ամերիկա տեսլասողական ծրագիրը եւ 9 ամիսների ընթացքում հեռարձակվել է 6600 ժամ։ Առաջին ալիք տեսալսողական ծրագրի եթերում հեռարձակվել է 3420 ժամ տևողությամբ օրիգինալ նոր հաղորդումներ, սահմանված 3183 ժամի փոխարեն, բազմազանություն ապահովող թվով 51 հեռուստահաղորդաշար, սահմանված 55-ի փոխարեն, գենդերային զգայուն բովանդակությամբ 35 ժամ, սահմանված 25 ժամի փոխարեն եւ ազգային փոքրամասնությունների վերաբերյալ 25 ժամ հեռուստահաղորդումներ, սահմանված 25 ժամ։ Նարեկ Բաբայանը նիստը վարող Թագուհի Ղազարյանից բացի միակ падգամավորն էր, որ ներկա էր ամբողջ զեկույցի ընթացքում։ Հանրային հեռարձակողների վերաբերյալ այս առիթներով տասնյակ հարցեր բարձրացնող մյուս падգամավորները լքել էին դահլիճը։ Հարցեր չուղղեցին ոչ ոլորտը կարգավորող մարմիններին, ոչ էլ հանրային հեռուստաընկերության կամ ռադիոյի տնօրեններին։ Ցավում եմ նաև, որ մեր ֆինանսների նախարարության գործընկերները այստեղ ներկա չեն։ Մենք ավելի շատ ենք, քան թե ազգային ժողովի ներկայացուցիչները այստեղ, ինչը ցավալի է։ Եվ հատկապես ցավալի է, որ մենք անընդհատ լսում ենք ձեր նիստերի ընթացքում ազգային ժողովի տարբեր մեղադրանքներ, տարբեր հերյուրանքներ, ստեր, ինչ ասես լսում ենք հանրայինի մասին, բայց երբ որ մենք գալիս ենք ազգային ժողով, ոչ ոք հարց չունի մեզ տալու։ Բաբայանը հետաքրքրվեց հանրային հեռուստաընկերության տեխնիկական լրջագույն խնդիրները լուծվել են։ Շատ այլ խնդիրներ կան, որոնք հանրային հեռարձակման ոլորտում մենք ունենք ու չեն լուծվում։ Ու ես կառաջարկեի, որպեսզի մեր համապատասխան հանձնաժողովը միգուցե պետք է հատուկ լսումներ անի այն թեմայով, հանրայինի թեմայով, հենց հանրային հեռարձակման, որտեղ եկեք կանչենք մեր բոլոր ընդդիմադիր գործընկերներին, թող իրենց հարցերը տան, մենք ներկայացնենք թե մենք ինչ ենք անում ընդհանրապես հանրային հեռուստաընկերությունում, հանրային ռադիոյում, շողակաթում եւ ընդհանրապես մեր խորհրդում եւ նաեւ պատասխանենք բոլոր վատ հարցերին, բայց նաեւ ասենք թե ինչի կարիք ունի հանրային հեռարձակող այսօր, որովհետեւ այսպիսի նիստերով արդյունավետ չէ։ Տիկին Ղազարյան, պարոն Բաբայան, ամենայն հարգանքով, բայց սա ուղղակի անարգանք ոնց որ լինի, էլի գալիս ենք, բայց ոչ ոք չկա, ոչ մեկի հետաքրքիր չէ։ 2015 թվականից չի փոխվել հեռուստաընկերության աշխատավարձի բյուջեն, տեխնիկական համալրումների ու ծրագրային ապահովման խնդիրներ կան, որոնց հարցով վերջին 5 տարիներին հեռուստաընկերությունը շարունակ դիմում է ֆինանսների նախարարությանը։ Առնվազն տարօրինակ է, որ մեր նախարարության գործընկերները անգամ չեն լսում, թե մենք ինչ ենք առաջարկում, չեն կարդում իմ տպավորությամբ պարզապես չեն կարդում մենք ինչ ենք առաջարկում, որովհետև մոտավորապես մի օր ստացվելու է այն, որ հանրայինի եթերը կանգնելու է եւ հետո հարցնելու են, բա ինչի կանգնեց։ Իսկ այլ նիստերի ընթացքում հնչող մեղադրանքներին պատասխանելու համար անհրաժեշտ է անցկացնել լսումներ, պնդեց Մովսիսյանը։ Նույն խնդիրները կան նաև հանրային ռադիոյում, հայտնեց Արմեն Քոլոյանը, տեղեկացնելով, որ տեխնիկական վերջին վերազինումն այնտեղ եղել է 22 տարի առաջ։ Վարդուհի Արզումանյան, Մհեր Կիրակոսյան, լուրեր։